Իրանց բազարնա թող իրանք փակեն։ Մեկը չի կարող։ Հանգիստ։ Դիա հանգիստ փակած։ Բա մարդը ծանր է տանում, նորմալ է էլի։ Ահա։ Բայց դու շատ անկեղծ տղա ես, քեզ ասեմ, իզուր քեզ չեն գնահատում, դու շատ անկեղծ տղա ես։ Քեզ իզուր չեն գնահատում, դու ոնց որ հեչ քպը չես։ Արդյունքը սենց տնես կա, ասենք ես բանը սարքելու իմաստը ո՞րն է։ Ես ձեր ջիգերը պիտի։ Ստե ընտրությունը պրոցենտ։ Դու կյանքի կտոր ես։ Մենք գիտենք, որ դուք ընտրությունները նկարել եք, բայց ոնց որ ձեր նկարչությունը մինչև վերջ եղել։ Ընտրությունները սա դեմոկրատ ես ասում։ Գիտեմ, ձեզից դեմոկրատ մենք չենք տեսել 25 տարում։ Բայց ո՞ւր եք։ Վալոդյան, Ինչպես Վալոդյան, Պարոն Խաչատրյան։ Եկել այ քեզի բան։ Նկարեք, աուդիո, վիդեո, ինչ եք ուզում։ Հերո դուք վտանգավոր եք։ Ո՞ս վտանգավոր։ Այդտենց ախպեր ջան, դե հիմա իմ լրագրողը գոռում էր, ես դրա համար եմ եկել։ Ես ո՞ս կարամ վտանգավոր։ Շնորհակալ եմ, որ դուք շատ Կին եք, ես ո՞ս կարամ վտանգավոր։ կեցեք, լավ։ Ասեք տեսեմ ինչու եք նեղվել։ Ես այեմ ու ես տղամարդը նշում կա։ Միակ հենց հեն եք սաղաթել։ Սուզի ջան, անջատիկ էլի։ Դավայ են կողմ։ Սուզի ջան, Բաբշե սա լրագրողական չի խմած մարդու նկարելը։ մի կարեք էլի ուղղակի։ Լրագրողի համար սա մահացած մարդուն ծեծել է նշանակում։ Բայց քանի որ դուք մեզ զինվորների դիերին վերաբերվել եք, այն կողմ գնա, չեմ սադրում։ Այսօր սաղորը դուք ձեզ ոնց եք պահետրա տեղամասերու։ Քաղաքում կուրաժի տնելով ման էիք գալիս։ Մենք չենք տեսել ձեզ։ Հետա ձեր կինոներն է, դուք ես բնական վիճակում եք լրիվ։ Լրագրողներից վրա է հարձակվել։ Ուզում եք պահ հասկանամ, էլի։ Որտե ոստիկանությունը իսկ չան կպականի մոտ են ախպեր ջան։ Իդեպ հրավիրեցի, որտեվ իմ լրագրողները գորգոռում էին, բայց չեկան։ Նայի դաժե հարգանք չունեն այնքան իրանք իրար մոտ։ Հələ թող մենք կլենք ոնց էին բերման ենթարկել։ Զգուշ, մի խծվի։ Ես զգուշ եմ, հանգստով եք։ Պարոն Խաչատրյան, լավ եկեք մոռանանք ձեր ընկերոջը, եկեք մի քիչ խոսենք։ Պարոն Սարուխանյանին հանգիստ թողնենք։ Իդեպ ասեք թող մի հատ ներողություն խնդրի իմ աղջիկների նոր անցնի գնա, կամ էլ դուք ներողություն խնդրեք ձեր գործընկերոջ փոխարեն, որտեվ ես իմ երեխեքի ահա զանգով եմ եկել։ Ես ներողություն ունեմ խնդրել քաղաքական ղեկավարությունից ինչ կանեք։ Ձեր քաղաքական եթե ինչ-որ բան է եղել, ես անձամբ ներողություն եմ միլացել։ Պարոն Սարուխանյան, լավ, Ժաննա, всё, մենք հիմա թող մի քիչ ընտրական արդյունքներից խոսենք։ քաղաքական ղեկավարությունը հանձինը միլացեք, ինչ շարունակում։ Ես շարունակում եմ դիմադրել։ Եթե աստանան միջադեպ ամբիոնից ելույթ ունենաք, ասել պատերին ենք տալիս այս կոմայնքով, բայց դեռ անգամ ոստիկանությունը չբարեհաճեց, գոնե կարգեր արի։ Կստացի ոստիկանությունը ձերն է, թե մերն է։ Պարոն Սարուխանյան, խախտում եք։ Պարոն Սարուխանյան, ոստիկանությունը հələ մի րոպե ընկեր։ Ոստիկանությունը ձերն է, թե նաև մերն է եւ բոլորին է։ Այդ դեպքում մի հատ իրանց մի րոպե, մի հատ իրանց հանգստացի ընկեր, հասկացանք, ես մոռացել եմ, հիմա մենք քաղաքական ընտրություններից ենք խոսում։ Ընկեր մի սադրի, լավ, քաղաքական պրոցեսներից ենք խոսում հանգիստով։ Բա որ բոլորին է, այսօր ողջ օրը, չէ, ես հիմա ձեզ հետ քաղաքական ընտրությունից եմ խոսում, սա լրագրողական չի, եթե ես նկարեմ, ես ինձ չեմ հարգի, դուք սա կանեիք ավելի այլանդակ ձևով, բայց ես ինձ կհարգեմ, որտեղ 25 տարի լրագրող եմ, ձեր թիմակիցները, Սյուզան Բադոյան։ Հիմա ես քաղաքական ընտրությունից եմ խոսում, եթե կարելի է ձեզ հետ ընտրություններից խոսեմ, ընտրություններից, եկեք ընտրություններից խոսենք, համեցեք էլի պարոն Խաչատրյան, պարոն Խաչատրյան, այ թող Սարուխանյան Կարենը տանի լավ։ Բաչան, ելնա տասը։ Տիպա։
Փողոցից կխնդրեմ։ Ես ուզում եմ ընտրություններից խոսեմ, կարելի է թույլ տալ ի վերջո գործող իշխանության ներկայացուցիչներ են ստեղ։ Բայց երբ ինչի մենք ձեր հրավերին ենթարկվենք, եկեք գնանք միասին ձեր տեղամասի մոտ։ Ինձ թվում է կառավարել է ձեր ընկերը արդեն խնդիր չկա։ Եկեք, հա, խոսենք։ Ձեր քաղաքական թիմի ներկայացուցիչները լրագրողներին հայոյում են։ Արդեն Գնացինք, այս շոուն թող մի անգամ էլ ձեր դեմքով երևա էլի։ Դուք վեճնի ուրիշին պատերով եք տալիս, թող մի հատ էլ երևա մի րոպե։ Թող մի հատ էլ երևա դուք բնական վիճակում, արդյոք տեսնեն ով եք դուք, որ ազգային ժողովում ՊՊՑ-ի ներկայությամբ գողական տղուտեղ եք ձեզ դրել։ Ով կխոսի մեզ հետ Գյումրու ընտրություններից մոռանանք մենք նավակ ճոճողին։ Ինչի՞։ Հազար բռնացե իշխանության ներկայացին։ Եկեք խոսենք։ Գնացինք։ Եկեք, կանցնենք, այնքան խոսենք։ Դուք ներողություն խնդրեցիք, չէ՞, իմ լրագրողներին։ Դուք ամաչում եք ձեր գործընկերոջ պահվածքի համար։ Ես չեմ տեսել, ես տեղում չեմ եղել։ Հենց նոր տեղի ունեցածի համար ամաչում եք, թե չէ ձեր գործընկերոջ պահվածքի համար։ Ես ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ Իմ հարցը ոնց որ ուրիշ բան է։ ինչ-որ վիրավորանք է եղել մեր գործընկերոջ կողմից։ Ես իմ Ձեզ ամեն ինչ կարելի է փաստորեն։ Իդեպ ոստիկաններին ես հրավիրում եմ, լայախ չեն անում, այս 10 մետրը բարձրանան։ Ձեզնից վախենում են գործել ոստիկանները օրենքի շրջանակներում։ Ին գործընկերը թույլ տվեք, ոչինչ նյարդայնացած եմ կներեք, մեզ ամեն օր չեն հայհոյել։ Ձեր որակի մարդիկ մեզ նոր են ռաստեկել։ Նորմալ է, որ մենք կարանք վրդովված լինենք։ Չենք վիրավորում, ձեզ ուղղակի ցույց ենք տալիս։ Կներեք, դուք ինչ եք անում մի քիչ առաջ։ Ես ներողություն հայտնեցի, եթե Ձեր գործընկերը հարցակվել է եղել է մեր գործընկերոջ կողմից։ Իմիջալոց ազգային ժողովում դուք լրագրողներին վերաբերվել եք, իմ թևից 10 անգամ քաշելով տարել եք, որովհետև ՊՊՑ-ի ներկայացուցիչները ձեզ այնքան իրավունքներ են տվել։ Դուք չեք արել, ձեր գործընկերները, այդ թվում Անդրանիկ Քոչյանը, խոսում եմ։ Այնքան գնա, այնքան միս նկարի։ Մի խանգարի ինձ։ մարդիկ հայոյում են, կանգնած հայոյում են լրագրողներին։ Իր վարկը պիտի քննվի, քաղաքական գնահատական տրվի եւ մանդատը վայր դնի։ Մենք նկարել ենք վիդեոն, հեսա կլուսաբանենք։ Երբ որ տեսնեմ, նոր կհասկանամ, բայց ես Իսկ ընդհանրապես դիցուկ արել է։ ու նախընտրական շտաբում եմ եղել, նախընտրական շտաբից եկել Կներեք, Մհեր Սեթրակյանի վարկագիծը հիշում եք ինչ պատժի արժանացավ։ վատ վարկագիծ է եղել, ես ներողություն եմ խնդրում։ Իսկ Անդրանիկ Քոչյանի վատ վարկագծի համար ներողություն խնդրել եք։ Դրա մեջ վատ բան կա։ Դուք ոնց վատ բան չկա, լուրջ դուք ամեն օր եք խմում Ներողություն խնդրելու մեջ, ներողություն խնդրելու մասին է խոսքը։ Դուք Անդրանիկ Քոչյանի վարկագծի համար, մի րոպե, Անդրանիկ Քոչյանի վարկագծի համար քանի անգամ եք ներողություն խնդրել, քանի անգամ եք որևէ լրագրողից զանգել, Ալենի ցինիզմի համար, քանի անգամ եք ձեզ թույլ տվել զանգել, ներողություն խնդրել։ Այսինքն այն որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին մարդկանց Ռոբերտ Քոչյան պաշտոնավարման ժամանակ դուք երևի ինչպես դուք եք ասում։ Լուսաբանում եք այդ ժամանակ, Սուզի ջան, դուք։ Այո, ես լրագրող եմ եղել եւ ընդդիմադիր։ Եթե դուք ձեր կենսագրությունը սկսել եք 18-ից, ես իմ կենսագրությունը սկսել եմ 2000 թվականից։ Հիշեք, ես իմ կենսագրությունը։ Ո՞նց եք լուսաբանում։ Շատ լավ, գնացեք արդացեք մամուլի էջերում։ Իդեպ գնացեք արդացեք։ Այսքան լկտիություն երբեք չի եղել։ Դուք շատ կատեգորիկ կներեք լկտիություն չէ, սա ինչ է, սա գնահատական է, իրավունք ունեմ։ Եկեք ընտրություններից խոսենք։ Ինձ մի չափ տվեք, դուք դիրիժոր չեք, դրա իրավունքը չունեք։ Եկեք ստեղ ձեր սարիկի թե բանի առաջ ենք խոսում, եկեք։ Լույսերը հարմար չի, եկեք ստեղ։ Իդեպ մեզ շնորհակալություն տի հայտնեք, որ մենք այդ ձեր շոուն միջև վերջ չենք նկարել, եկեք ստեղ խոսեք։ Դուք եք այստեղ։ Ինչպես եք, լավ եք, ընտրական արդյունքները ձեզ գոհացնում են, ոնց որ դիլխոր եք, հա? Շատ դիլխոր եք։ Ուր են։ Սարիկ Մինասյանի շտաբն է, խնդրեմ, հավաքվել են, ընտրական արդյունքներն են ամփոփում։ Հարգելիներ, ինչ տպավորություն ունեք ձեր ընտրական արդյունքներից։
Հայտնի դեմքեր չկան։ Բայց ով ես որ քեզ բացատրություն տամ, ես շտաբում ինչ եմ անում։ Լրագրող եմ, ողջույն։ Մենք էլ ենք այս նույն բանն անում, կանգնեք նայեք, նորմալ է։ Դուք ինչ եք անհանգստանում։ Լրագրողի ֆունկցիան է։ Եկեք դուրս եք ԿՊԱ-ական պատգամավորի վարկը տեսեք։ Փողոցում շոուներ է անում։ Եկեք դուրս եկեք, էլի։ Շաբից դուրս եկեք։ Ահա, կեցես, ռոշուտ տեսանք, հայ ապրես։ Ձեն մարդն ես, որին այսօր ամբողջ օրը Սարիկի տեղամասում նկարել եմ։ Տեսեք ապացուցվեց դուք ովքեր եք։ Այսօր ամբողջ օրը ընտրական տեղամասում վերահսկում էին ընտրողներից։ Դուրս եկեք ժողովուրդ։ Ինձ մի ասա դուրս եկեք։ Ամպեր ես կորոշեմ դուրս կգամ, հասկացա։ Որոշելով չի։ Կխոսեք մեզ հետ ընտրական արդյունքներից գոհ եք եւ ինչ եք սպասում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման դեպքում։ Քո դեմքը նկարելու ոչ մի ցանկություն չկա ինքն դավայ։ Դուք ինձ մի ասեք ինչ անեմ։ Ես կասեմ, որտեղից լրագրող եմ եւ դրա իրավունքը ունեմ։ Լրագրողը բայց Ուրա։ Տիկին Բաղդասարյան, կմոտենաք մեզ ասեք, ընտրական արդյունքներից գոհ եք, թե չէ, շատ գոհ ենք, շատ գոհ ենք։ Ես Նազարին եմ հարց տալիս, ինքը վարչապետի խոսնակա։ Դուրս եկեք։ Տիկին Բաղդասարյան, տխուր եք կարծես թե։ Դուրս կգաք, մենք էլ մեր գործը հանգիստ անենք։ Հələ ասեք, աղո գալիս է խոսել, էլի գնացեք։ Դուրս եկեք ասեք։ Տիկին Բաղդասարյան։ Բարև ձեզ։ Իլեն Գաբրելյանի վարքագծից տեղյակ եք։ Ինչ է պատահել։ Հայոյում է, ինչ-որ հարփած։ Այսօր ամբողջ օրը շոուների մեջ է ձեր գործընկերը։ Կամաց։ Տեղյակ չեմ եղել ինչ որ միջադեպ է, ինչ եղել։ Մեր պատգամավոր Վիլեն Անդրանիկ Քոչարյանը մեծ հնարավորություն են ձեռել իրենից հետո բոլոր իրենց թույլ են տալիս լրագրողներին վիրավորելու։ Վիրավորենք պիտակավոր։ Չեն վիրակ, բայ, դու կարող եք վիրավորել։ Ռազմական բնույթի հավյանքներ է տալիս, Մենք ունենք տեսանյութ։ ընկել էր մեր հետևից, ուզում էին գնայինք չեր թողնում։ Տեսակ։ Մենք էս նոր է տեղի ունեցել։ Ես հրապարակեմ։ Կարող եթե կարելի է Ես իրա սիրո չեմ տեսել, Իհարկե սիրո հրապարակից կբան չէ։ Եվ ասեք, այս վարքագծին ինչ է հետևում։ Քաղաքական, գնահատական, մանդատը վայր դնելու թիմային որոշում, ազատվել այդպիսի վարքագծով պատգամավորներից իհարկե նա միևնույն է Անդրանիկ Քոչյանից շատ ավելի լավն է, հավատացեք։ Որտեւ Անդրանիկ Քոչյանը դա օյախ ժամանակ է իրեն թույլ տալիս։ Ավելի մեծ մասշտաբի է։ Այս ամենքը հրապարակենք, մեզ մոտ կա տեսանյութերը։ Բայց ոնց որ զրուցում եք, հա։ Հա, շատ ջերմ զրուցում ենք։ Շատ լսեք։ Լավ, եկեք մենք ընտրությունից խոսանք, եթե կարելի է։ Ես ինչ-որ նկարի դստե, ով շատ հրապարակի է, դե իրա բերանը շաշտ է։ Լսան։ Всё, անջատի, մեզ հետ արքիվ չմնացածը։ Պետք է մանդատ կրի ես մաս։ Ես չեմ գնահատական տվողը, բայց ցանկացած պարագայում կարծում եմ բոլորիս կարծիքը մեկն է լրագրողի գործունեությունը ոչնդոտել չի կարելի։ Ինչ է խոսում խոսել ընտրությունից։ Ընտրությունների արդյունքներից առաջարկում եմ խոսենք, իհարկե լրագրողի գործունեությունը խոչընդոտելը մի բան է, հասկանում եմ վիրավորված է Սամփերի։ Լրագրողի գործունեությունը խոչընդոտելը մի բան է եւ հայհոյել բոլորովին այլ բան, հայ տղամարդը, հայ կնոջը պլյուս մանդատավոր։ Ես հասկանում եմ դուք վատ եք զգում, գուցե ներողություն խնդրեք ձեր գործընկերոջ պահվածքի համար, որ դուք տեսանյութով տեսաք։ Մի անգամ դուք ներողություն խնդրեք ձեր գործընկերոջ վարքագծի համար։ Դուք ուզում եք ինչ-որ հարց ուղղալիք, ես Ես կուղեմ սիրելիս։ ցանկացած պարագայում լրագրողի գործունեությունը խոչընդոտել չի կարելի։ Եվ հայ կնոջը կարելի է։ Ընդհանրապես Հայհոյել։ որևէ մեկին հայհոյել չի կարելի։ Այսինքն մենք կսպասենք եւ հետեւողականորեն ընտրական արդյունքները մինչև այս միջադեպը ես իմ գործընկերների հետ միասին ամփոփում ենք եւ ըստ նախնական արդյունքների բավական լավ դիրքերում էր գտնվում Վարդան Ղուկասյանը։ Ձեզ համար սա սպասելի է թե չէ։ Իսկ մեր ունեցած տվյալներում, որը արկա է մեր ընտրական շտաբում, այս պայդրությամբ շուրջ 13 տեղամասային կենտրոնների արդյունքներ ունենք եւ Սարիկ Մինասյանը առաջատար է։ Լավը այն է, որ Գյումրիում ընդամենը 82
տեղամասեր եւ շուտով բոլոր տեղամասային կենտրոնների Շատ լավ։ արդյունքները Սարիկ Մինասյանը, այո, առաջատար է որոշ դեպքերում Վարդան Ղուկասյանը, բայց եթե հաշվի առնենք, որ կարող են գումարելիներով նաև լավ վիճակում հայտնվել ընդդիմադիր ուժեր, իսկ իրենք չեն բացառել իրենց քարոզարշավի ընթացքում, նույնիսկ կոչեր են արել իրար հետ միավորվելու, հետևաբար մի փոքր ոչ լավ վիճակում է հայտնվում քաղաքացիական պայմանագիր։ Կանխատեսումներ չանենք, բայց մեզ Մի քիչ տրամաբանական է սա, կանխատեսում չի։ Որ ընդդիմադիր թեկնածուները ի հայտ կան մեկ դեմքով, իդեմս ինչպես շատերը նշում են, այն թեկնածուը առավել շատ ձայներ կհավաքի։ Ես կարծում եմ, որ այս պահին արդեն ժամը 22:36 րոպե, կարծում եմ 2-3 ժամից ամեն ինչ պարզ կդառնա եւ այս դեպքում արդեն քաղաքական ուժները իրենք պետք է անեն համապատասխան հայտարարություններ։ Տիկին Բաղդասարյան, մի այսպիսի հարց էլ, այսօր ընտրատեղամասերում մենք իրավիճակ էինք տեսնում, որը ես որպես 25 տարվա լրագրող անկեղծ լինեմ չեմ տեսել, օրինակ երբ որ իրեւ նույնականացի հենց նոր այդ տվյալ տղամարդը ձեր շենքում այն վրետնի դեմքով ինձ է հետևում։ Ես երևի իմ անվտանգության հարցն էլ լուծեմ։ Ձերոնք իրար մի քիչ շատ են նման։ Այնտեղ կան Նիկոլ անունով մի տղա, որը Սարիկի ընկերն է։ Թույլ տվեք ավարտել, մի միջամտի, քեզ ոչ մեկ իրավունք չի տվել։ Եթե դուք զրուցում եք, Չէ, կանգնեք, մի առիթից օգտվեք, ես հասկանում եմ ձեզ հարմար։ Դուք հայհոյել կարող եք, ձեզ վրետնի ասել չի կարելի։ Դուք վրետնի չէ, շատ ավելի վատ եք, երիտասարդ։ Դուք գուցե գնահատական տակ, դուք շատ ակտիվ եք եղել ինչ որ շրջանում, հարգելի, իսկ խոսեք մեզ հետ։ Դեմքով լրագրող եմ պատասխանեք իրան։ Կանացի ձայնով տղամարդկանց ոնց չեմ կարում տանեմ։ Հրահանգի Վովա ջան, քիչ հետո կտեսնենք ով ունկա հրահանգի։ Մի հատ ներողություն խնդրի ես աղջկանից, որ հայհոյել է։ Հիմա գուցե խոսենք ինչ է սպասվում ձեզ կամ քաղաքային իշխանությանը, եթե օրինակ հաղթի ի վերջո ընդդիմությունը իր միասնական ջանքերով։ Համարենք, որ միասնական ջանքերով է հաղթում, այլ ոչ թե Վարդան Ղուկասյանի դեմքով բացառապես, բայց ինչպես հասկանում եք, եթե առաջատարը Վարդան Ղուկասյանն է, հետևաբար ինքն է դառնում քաղաքապետը։ Համայնքապետը ինչ կլինի հետո ձեր իշխանության հետ Գյումրիում, այսինքն ժամանակը մի քանի ժամ է, բայց կարծես է նախնական տվյալները շատ տպավորիչ են։ Սպասենք եւ ամեն ինչ բաց կլինի։ Իդեպ ձեր թիմակիցները քիչ առաջ իմ ետևում նստած էին սրճանում եւ շատ արագ իրենց դեմքի արտահայտությունը փոխվեց, երբ որ թվերը սկսեցին հայտնի դառնալ։ Ես նույնը տեսնում եմ ձեր ընտրատեղամասում։ Դուք ձեր քաղաքական հաշվարկները պլան B այսպես ասած արել եք, պլան B ունեք եւ կարևոր է նաեւ որ Գյումրեցին հաղթի, իսկ քաղաքական ուժերից դե ով կհաղթի, դա արդեն այդ դեպքում ինչու եք միջամտում, եթե դի Գյումրեցին հաղթի, ինչու եք միջամտում եւ ուղղորդում, մենք ունենք տեսանյութեր եւ արդեն հրապարակ Վովա ջան, դու այսօր շատ պասիվ ես աշխատել, հեչ չես հետևել։ Մենք չենք Ում ես որ Վիլեն Կապելյանը հայում է։ Ես Վիլեն Կապելյանի չեմ անդրադարձել։ Չէ, մի րոպե, մենք ուրիշ բան։ Չեմ պատասխանում։ Դու ինձ չես համարում լրագրող, ընկեր ջան, ես էլ կարող քեզ տղամարդ չհամարեմ, բայց կներես, ասենք ինչ ան, հա դու ով ես ինձ ասում ես լրագրող չեմ համարում, տղա ջան։ Այդ ինչ խոսելու ձև է։ Դու լրագրող ես, քեզ ո՞նց ես թույլ տալի, Վովա։ Վովա, դու քեզ հարցրել ես, դու ով ես, որ դու կանգնես իմ առաջ ու տեսնախ։ Տղա ջան, ես 25 տարի աշխատել եմ, դու նոր ես հայտնվել։ Պրիչոմ դու չես կողնոշում, դու քաղաքական գործի չես, թե լրագրող ես։ Մի օր առաջադրվում ես։ Գնային կողմես մարդը հարգանքով խոսում ու առանց քեզ իր այդ նորմալ աշխատել է։ Ձեզ համբերություն մաղթենք, յա, հələ թիկունքը։ Տղա ջան, քեզնից իգնոր կանեմ կմնա զարմացած։ Բաց տնեն ես քո լեքսիկոնին ոնց դի արձագանքեն։ Լեքսիկոնի բիժ պատպան ես։ Լրագրող չեմ համարում։ Ես էլ քեզ մարդ ու հայ չեմ համարում։ Գնա դատիցը ոնց որ դու չես կարող ապացուցել։ Մարդդ խոս Գնային կողմը, դավայ։ Գնային կողմ, դավայ։ Սրան նայի հələ։ Ինչքան ծիպլիցատուր կա հավաքվել ու լրագրողներին վրա է տալի, ես եք դու։ Այ չի բուրաշկա դու հայ ես ախր որ հայից ես խոսում։ Դե արի մի ասա։ Մի խոսքով ունենք են ինչ ունենք, ԿՊ-ի Դիլխոր գրասենյակը Սարիկ Մինասյանի շտաբի դեմքով մենք ավարտենք։ Անելու բան չկա այստեղ։ Իրոք արժան